Տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր խոսքը եւ նախնական զրույցում ասացիք, որպեսզի այս մոտ 1 րոպեանոց անգամ ավելի կարճ տեսանյութը միացնենք, որի հետ կապված դուք ասելիք ունեք, կարող է հիմա հակերտ որը ցույց կտա, թե որքան նվաստացած է Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի անփառունակ հակահայ ազգակործան քաղաքականության շնորհիվ։ Армянская армия полностью в разрушенном состоянии и не способна противостоять нам еще даже в большей степени, чем это было во время Второй Карабахской войны. И мы очень пристально следим за всеми попытками военного строительства в Армении. И своими силами, и с помощью их партнеров. Поэтому откровенно и открыто я говорю, что если мы увидим хоть малейшую угрозу нашей безопасности, эта угроза будет немедленно уничтожена. А где бы она ни находилась, на какой глубине территории Армении она бы ни находилась, мы ее просто уничтожим. Գիտեք, սիրելի հայ ժողովուրդ, որպեսզի դու պատկերացնես քո վիճակի ողջ ողբերգականությունն ու անպաշտպանվածությունը, այլ լսեք, որ Նիկոլ Փաշինյանը բանակը հասցրել է ավերման այնպիսի աստիճանի, որ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը ավերված վիճակում է, անմարտունակ վիճակում է եւ սպառնում է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը փորձի բանակը հզորացնել, որս վտանգ սպառնա Ադրբեջանից, մենք չգիտենք, թե Ադրբեջանը որը կհամարի, ինչպիսի վիճակը կհամարի իր անվտանգության վտանգ եւ կոչնչացնի Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած կետում։ Ահա Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, երբ նիկոլական թուրքական ապրանքները, այդ ոհմակը ասում են մենք ինքնիշխան ենք, ես ուզում եմ, որ բոլորդ հասկանաք, որ ինքնիշխան պետության հասցեին ոչ մի ուրիշ երկիր նման հայտարարություն չի կարող անել։ Խաղաղություն կոչված փաստաթուղթը ոչ այլ ինչ է, այլ որքան ոչ այլ ինչ է, քան իրավունք Ադրբեջանին ցանկացած պատրվակով միջամտել, վերահսկել, կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այս ելույթը ապացույց է նրան, որ մի բանակ, որը 8 տարի զորավարություն չի կատարել, չի կարող մարտունակ համարվել եւ պետք է ենթարկվի այլ պետության կողմից սպառնալիքների։ Նայեցեք, 2026 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն կրճատվում է 5%-ով։ Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական բյուջեն ավելանում է 44%-ով։ Եթե 25 թվականին 25%-ով էր ավելացել, ապա այսօր ավելանում է 44%-ով։ Դուք հասկանում եք Նիկոլ Փաշինյանը ինչ է անում, մինչև դրա այդ դավաճան կապիտուլյանտ ստախոսի իշխանության գալը Հայաստանի Հանրապետության բանակը ավելի մարտունակ էր, քան Ադրբեջանի բանակը։ Հիմա Հայաստանի Հանրապետության բանակը մարտունակ չէ եւ չի կարող լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Գիտես, երբ ծնողը գնում է, տեսնում է ինչ որ մի բարեկարգ կառույց, որտեղ իր երեխան կուշտ ուտում եւ կուշտ տակ քնում է, դա բանակ չէ։ Երբ 800 երկրապահի ծերացած տղաների տանում են, լցնում են խրամատները, որպեսզի զինվորներին մանկապարտեզի վիճակում պահեն եւ զորավարություն չեն անցկացնում, որ մարտունակ լինի, այդ զինվորին մահվան է դատապարտել Նիկոլը։ Եվ եթե 800 հոգի գնում են դիրքեր, 5600 հոգի փող են ստանում պետությունից, դա առերևույթ հանցագործ կոռուպցիա է, որի հեղինակները երկրապահում են նստած։ Չի կարելի համակերպվել այդպիսի հայտարարությունների վրա։ Հետ չի կարելի համակերպվել։ Դա ապտակ է հայի ինքնասիրությանը։ Դա ապտակ է այս անինքնասեր հարբեցող ծաղրածու իշխանությանը։
Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ համատարած ավերման մեջ թալանն այնպիսի վիճակի է հասել Հայաստանի Հանրապետությունում, որ արդեն Նիկոլ Փաշինյանը եւ իր շրջապատը չեն էլ թաքցնում այդ թալանի փաստերն ու երևույթները։ Օրինակ կառավարությունը գնումների մասին օրենքի փոփոխություն է ներկայացնում ազգային ժողով։ Այդ փոփոխություններով ուշադիր լսեք, այդ փոփոխություններով Հայաստանի Հանրապետության առանց այն էլ շատ վատ գնումների համակարգը դարձնում են 50 ԿՊ-ական կազմակերպությունների եւ ԿՊ-ական անդամների համար կերակրադաշտ այնպիսի ահռելի չափերի, որի մասին խոսելը անգամ սարսափելի է։ Ես բերեմ վիճակագրական տվյալները, պետական տվյալները 2025 թվականի դեկտեմբեր մինչև ամիսը ըստ վիճակագրական տվյալների կառավարության եւ ենթակա կառույցների ծախսը գնումների ոլորտում կազմել է 8 տրիլիոն դրամ։ Ուշադիր լսեք, 8 տրիլիոն դրամ, որի 70%-ը կատարվել է ոչ մրցույթով, մեկ անձին տրված շնորհի, մենաշնորհի միջոցով։ Իսկ այդ մեկ անձերը այս կոռումպացված թալանչի իշխանությունների դեպքում հասկանալի է ովքեր, ես նորից եմ ասում, այն 50 կազմակերպություններն են, որոնք ակնառու կապ ունեն ԿՊ-ական վերնախավի անդամների հետ։ Նայեցեք, ըստ մեկ անձի առանց մրցույթի կատարվել է 5 տրիլիոն 600 միլիարդ դրամի գնումներ։ Եթե վերցնենք, որ այդ գնումների շահույթը կազմել է 30%, մինիմալն եմ ասում 30%, որովհետև երբ կարդում ես, թե մեկ գրիչը, որը արժե 100 դրամ, ինչպես են 200 դրամով գնել, հասկանում ես, որ կոռուպցիան 100% է, առերևույթ կոռուպցիան 100% է, բայց ես վերցնում եմ մինիմում, այն բիզնեսի խղճի մտոք եմ վերցնում 30%-ը, ապա կազմում է 1 տրիլիոն 600 միլիարդ դրամի կոռուպցիոն ռիսկ է գնումների համար, իսկ 1 տրիլիոն 600 միլիարդը դա 4 միլիարդ 421 միլիոն դոլար է կազմում։ Ներեցեք 3 միլիարդ, ներեցեք 3 միլիարդ 421 միլիոն դոլար է կազմում։ Դուք հասկանում եք ինչ է դա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ իր ԿՊ-ական վերնախավը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միայն մեկ անձից կատարվող առանց մրցույթի գնումներից տարեկան թալանում են Հայաստանի Հանրապետության բնակիչներից 3 միլիարդ 421 միլիոն դոլար։ Դա մոտավոր թիվ է։ Տնտեսագետներն ասում են 4 միլիարդ, ես իմ հաշվարկներով 3 միլիարդ եմ ասում։ Թոշակառուի փողը չեն ավելացնում, բայց իրենց թալանի համար, պետական բյուջեի թալանի համար հատկացնում են այնքան փող, որ կարելի էր նվազագույն թոշակը կրկնակի բարձրացնել։ Նվազագույն թոշակը, որ 350,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ այսօր ապրում են, նվազագույն զամբյուղի, կենսապահովման զամբյուղի 30%-ի չափով են ապրում, այսինքն աղքատության մեջ են ապրում 350,000 քաղաքացիներ, 350-ից 380,000 քաղաքացիներ աղքատության մեջ են ապրում, չեն բարձրացնում, որպեսզի այդ մարդիկ գոնե կարողանան ապրել, մինչդեռ ԿՊ-ական վերնախավը իր մանկլավիկների, իրենց սպասարկողների հետ միասին թալանում են թոշակառուի 5 տարվա թոշակը։ 5 տարվա թոշակը։ Դուք պատկերացնում եք ինչ թալանը։ Ահա թալանը։ Ես բերում եմ վիճակագրական տվյալները։ Ես բերում եմ կառավարության տվյալները, որտեղ գրված է, որ 70% գնումները կատարվել են մեկ անձին։